Նորոգվող այս տարածքում մի քանի ամսից կգործի նոր լաբորատորիա։ 175 միլիոն դրամ բյուջեով կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվում է հեռավար լաբորատորիա, իրականացնելու հակատոքսոպլազմային ակտիվ նյութերի հետազոտություն։ Հնգամյա ծրագիրը ֆինանսավորում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն։ Երկարաժամկետ դրամաշնորհով արդեն ստեղծվել է մասնագիտական խումբ։ Սարգիս Աղայանը ծրագրի հայաստանյան ղեկավարն է։ Մենք կանենք պիլոտային արդեն գիտական ծրագիր հակատոքսոպլազմային, այսինքն ընտրել ենք մի մակաբույծ տոքսոպլազմա կոնդի, որի հետ կսկսենք աշխատանքը, բայց գլոբալ իր հեռավար, այսպես ասած, նպատակը դա հակամակաբուծային հետազոտությունների խթանումն է Հայաստանում։ Ծրագրի արտասահմանյան գործընկերը Ահմադ Դարյանին է Իրանից։ Մազանդարայի բժշկական համալսարանի պրոֆեսորը երկար տարիներ հարևան երկրում ղեկավարել է տոքսոպլազմային հետազոտությունների գիտական կենտրոնը։ Պահանջվող արդյունքի համար պրոֆեսորը որոշել է տեղափոխվել եւ առաջիկա 5 տարին աշխատել Հայաստանում։ Տոքսոպլազմոզը հատկապես կենդանիների մոտ հանդիպող վարակ է։ Այս հիվանդությամբ տառապում է նաև բնակչության 30%-ը։ Մարդու մոտ կարող է հանգեցնել ծանր արատների, օրինակ մտավոր հաշմանդամություն, կուրություն, ընդհուպ մինչև մահ։ Մեծ սիրով համաձայնել եմ գալ եւ իմ փորձով աջակցել հայաստանյան խմբին, ներդնելու հիվանդության դեմ պայքարի նոր մեխանիզմներ։ Ընտրել են տոքսոպլազմա գոնդը, քանի որ տվյալ մակաբույծի համար չկա պատվաստանյութ։ Տեսակի վաղ հայտնաբերումը գրեթե անհնար է եւ հղիների մոտ կարող է առաջացնել վիժում։ Հայտնաբերված կամ մոդելավորված սպիտակուցները սինտեզվելու են, այդ սինտեզված սպիտակուցները փորձարկվելու են ինչպես բջջային կուլտուրաներում, այնպես էլ կենդանիների վրա, թե ինչպես են դրանք ազդում կոնկրետ տոքսոպլազմա գոնդի տարբեր զարգացման փուլերի վրա։ Գիտական նորոգության մեջ կիրառելու են մաթեմատիկական մոդելավորում, որի շնորհիվ մոդելավորված սպիտակուցները կներմուծվեն համակարգ, որտեղ պարզ կդառնա հնարավոր փոխազդեցությունների սխեման։ Դրա հիման վրա կորոշեն տվյալ սպիտակուցը կարող է պատվաստանյութ լինել, թե ոչ։ Համալսարանում իրականացրել եմ բույսերի հակաքասկեղային ազդեցության որոշումը։ Այստեղ իրականացնելու ենք բույսերի հակատոքսոպլազմային ակտիվության որոշումը, կիրառելով նմանատիպ մեթոդներ եւ նոր միջավայրը, նոր ավելի մեթոդները հնարավորություն կտան հետագայում ստանալ ավելի լավագույն արդյունք։ Ծրագրում ներառել են Հայաստանում աճող որոշ բույսերի հետազոտություն, պարզելու ինչպիսի հակատոքսոպլազմային հատկություններ ունեն։ Դաշտային աշխատանքներում կօգնեն բուսաբանները։ Ուսումնասիրությունը գլոբալ իմաստով ուղղված է նոր դեղերի, նյութերի հայտնաբերմանը, որը կդառնա հիվանդության բուժման պոտենցիալ հիմք։ Ինձ ուրախացնում է, որ հայաստանյան գործընկերները գործի գիտակներ են, այստեղ խնդիրը միջավայրի բացակայությունն էր, անհրաժեշտ գիտասարքերը, բայց ինչպես տեսնում ենք, հիմա նոր ենթակառուցվածք է ստեղծվում։ Սա նշանակում է, որ ձևակերպված խնդիրները կլուծենք բարձր մակարդակով, կունենանք հրապարակումներ միջազգային ազդեցիկ պարբերականներում։ Մակաբուծական հիվանդությունների հետազոտման, բուժման, վերահսկման ուղղությամբ մասնագետներն ասում են աշխարհում շատ կենտրոններ են զբաղվում, բայց այս պահին չկա վերջնական արդյունք։ 5 հոգանոց հայաստանյան խումբը ծրագրով երկրորդ տարում կարող է ընդգրկել ևս 2 մասնագետի։ Դրամաշնորհային ծրագիրը դա թույլ է տալիս։ Վահեդ Ավցյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։